Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Լսում Դուք 18-ի միակն էիք մասնագետներից, որ ասած իզուր ուշադրություն չեք դարձնում Նիկոլի քայլելու վրա, որտեղ այդ միակը չէ, Վիգենն առաջին ասել, Հակոբյան, հետո ես եմ ասել, այո։ Ես ուսանողը հենց էլի ես վինարանում, ասացիք իզուր ուշադրություն չեք դարձնում, որտեղ կա նախադեպեր, ու դա կարող է իրավիճակում այն ժամանակ որևէ մեկը չէր հավատում, որ 8-10 հոգով այն ժամանակ Արմեն Սարգսյանի այդպես առաջադումն ու ընտրությունն էին դուրն քննարկում, դուք ասացիք իզուր նրան ուշադրություն դարձնում եք, այստեղ չեք դարձնում, հիմա որպես մարդուն խոսքերը իրականացել են եւ կանխատեսումներն իրականացել են, գործընկերոջս այդ նույն հարցին, կարող է սա դառնալ ինչ-որ ավարտը դրա համար պետք է նաեւ այնպիսի իրավիճակ, որ ընդդիմություններ լինի ինչ-որ բան, կամ լինի ընդդիմություն, որ իրավիճակ փոխվի։ Տեսեք, մենք ինչպես եւ թուրքերը, ադրբեջանցիները, արաբները հարավային ժողովուրդ ենք եւ սիմվոլիկա սիրում են շատ։ Այդ նաեւ քաղաքական գործիչներն են սիրում սիմվոլիկա։ Ես հիշում եմ այդ գարունն էլ շատ տաք էր։ Այս գարունները ոնց որ շատ տաք սկսել։ Ես տեսեք, չեմ բացառում ոչինչ, հատկապես ես օդից չեմ ասում։ Այն ժամանակ էլ կար աշխարհաքաղաքական ուժերի, ինչ-որ դասավորվածություն։ Հիմա կարծեք, թե այդ դասավորվածությունը նմանվում է։ Այսինքն, եթե մի կողմ դնենք ընդդիմության հարցը, որ դուք ասիք, մնացած բոլոր պատճառները կան, որպեսզի դա լինի։ Հիմա ինչ վերաբերվում է ընդդիմությանը, այդ ժամանակ համաձայն եք, որ ինչու չէին հավատում, որտեղ այդ ժամանակ էլ ընդդիմություն չկար։ Նա հիշեք ինչ էր եղել։ Մի տարի առաջ դրանից եղել էր ազգային ժողովի ընտրություններ, որտեղ ընդդիմադիր ուժերից անցել էր միայն ելքը, եթե չեմ շփոթվում, 7%-ով։ 7 պատգամավորներ ելքը։ Ոչ ոք չէր հավատում, որ ինչ-որ բան կլինի։ Այո, ես ասեմ, նենց չի, որ ես էլ վստահ եմ, ես հիմա էլ վստահ չեմ ասում, որովհետև այնուամենայնիվ այդտեղ շատ, այն որ ասում աստղերը պետք է գան ու հատվեն, շատ գործոններ կան, շատ պայմաններ կան, աշխարհաքաղաքական իրավիճակը այս պահին իհարկե իշխանության դեմ է։ Բայց մենք տեսնում ենք ինչ արագ է ամեն ինչ փոխվում եւ ինչ կլինի օրինակ 15 օր հետո, մի ամիս հետո, էլ չեմ ասում 2-3 ամիս հետո, ոչ ոք չի կարող ասել ինչ կլինի։ Ես այդպես հասկանում եմ, ամենայն դեպս սոցիալական ցանցերից, մեդիայից, որ ընդդիմության առնվազն մի հատվածը պատրաստվում է փողոցային պայքարի այս գարնանը։ Կլինի դա, չի լինի, ես չեմ կարող ասել։ Ես էլ ընդհանրապես կարող եմ հետևություններ անել եւ վերլուծություն անել ընթացքից։ Այս պահին ընթացքը խոսում է նրա մասին, որ կարծեք թե առնվազն մի հատվածը, այդ հիմա, եւ ես չեմ բացառում, որ այսպես կոչվող իրար ուտող ընդդիմությունը նման իրավիճակում կարող է շատ արագ միավորվել։ Դա էլ չեմ բացառում։ Եթե լինեն փողոցային բավականին լուրջ պրոցեսներ սկսեն։ Բայց չեմ բացառում նաև, որ կարող է սկսվել եւ հանգել շատ արագ հանգել է բաները, դա կախված է, նորից եմ ասում, կախված է լիդերներից, կախված է աշխարհաքաղաքական, միևնույն է, ես շարունակում եմ պնդել, որովհետեւ Հայաստանը հիմա այն վիճակում է, որ առանց աշխարհաքաղաքական ազդակների անհնար է, ինչպես եւ 18 թվականին։ Ես շարունակում